Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը եվրոպացիների քննարկումների սեղանին կլինի արդյոք քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովին, որը հյուրընկալելու է մեր մայրաքաղաքը։ Լրատվամիջոցներով մեկ տեղեկությունը տարածվեց այս հավաքը կազմակերպելու համար Եվրոպայից խորհրդատվական փաստաթուղթ ուղեցույց են Երևան հասցրել, մանրամասն նկարագրելով, թե իրենց ինչ է անհրաժեշտ։ Եվ ըստ մամուլում հայտնված փաստաթղթի այստեղ եվրոպացիները խոսում են նաև Հայաստանի երկաթգծերի մասին, նշելով, որ մեջբերում միջին միջանցքի զարգացման եւ կայունության համար էական է, որ Հայաստանը լիարժեքորեն ինտեգրվի տարածաշրջանային երկաթուղային եւ ավտոմոբիլային ցանցին, միաժամանակ կառավարելով ռուսական ազդեցության աստիճանը։ Հայաստանի արտգործնախարարությունից առայժմ չեն անդրադարձել, չեն մեկնաբանել այս հարցը։ Իսկ Հայաստանի կառավարության օրակարգում թևածող գաղափարը ինչպես վարչապետն էր ձևակերպել հարավկովկասյան երկաթուղու կառավարումը, օրինակ ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը։ Հետաքրքրություն կա նաև Քաթարից ու Քուվեյթից երկաթգծերի ռուսական կառավարումից հրաժարվելու այս խոսակցությունը թեժացել է տարեսկզբից։ Ես համոզված եմ, որ Եվրոպան առանձնապես հետաքրքրություն չունի ոչ հայկական երկաթուղու, ոչ էլ նրա կոնցեսիոն կառավարման նկատմամբ, իր հետաքրքրությունը ավելի շուտ Եվրոմիության դա Հայաստանում ինչ որ հակառուսական տրամադրություններ ստեղծել են։ Ռուսների իրենց պատկերացում դիրքերի թուլացում, բայց ինչքանով է դա տեղավորվում այդ երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի մեջ, ես դժվար եմ հասկանալ, որտեղ ռեալ ալտերնատիվ ռուսական կառավարման այս բան չկա։ Թեպետ Երազ Խախուրի երկաթուղին վերականգնելու Երևանի առաջարկը դրական արձագանքի արժանացավ Մոսկվայից, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել երկաթուղու կառավարումը որևէ այլ պետությանը փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ չբացահայտվող ուժեր ոչ այնքան էլ լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի Թրամփի ուղիով անցնելու են նաև երկաթգիծը, հակառուսական տրամադրություններ ունեցող երկրները չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքով։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ Մոսկվայում, սակայն անդրադառնալով թեմային, արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթգծի համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք ազդեցության գծեր են, քաղաքական, տնտեսական եւ երբեմն նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայկական անձնագրի կապույտը փոխարինվում է կարմիրով, նոր դիզայնում արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը եւ առաջին հայատառ նախադասությունը։ Փաստաթղթի հաջորդ էջերում տեղ են գտել Հայկ Նահապետի, Մայրաթոր, Սուրբ Էջմիածնի, Արագած Լեռան ու Խորվիրապի պատկերները։ Ներկայացված են նաեւ ժամանակակից պետականության խորհրդանիշները։ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության, ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի շենքերը։ Պատկերվել են նաև Երևանի Կասկադը եւ Ալեքսանդր Թամանյանը, բայց անձնագրի փոխարինման գլխավոր նպատակը բնականաբար ոճային նորամուծությունները չեն։ Այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, եւ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։
Կենսաչափական նոր անձնագրերը ստեղծված են նորագույն տեխնոլոգիաներով, սահմաններին փոխճանաչելի են։ Այսուհետ քաղաքացիներին ճամփորդությունների ընթացքը շատ ավելի հեշտ կտրվի։ Կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցակետերում կգործարկվի առանց մարդկային շփման անցման համակարգ։ Կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կկարողանան սահմանը հատել, պարզապես սկանավորելով իրենց անձնագիրը առանց սահմանապահների հետ անմիջական շփման, ինչպես օդանավակայաններում, այնպես էլ մյուս բոլոր անցակետերում։ Սա կարևոր է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Հեղուկ վառելիքի շուկայում ներկրվող տնտեսվարողների համար կրկին խրախճանք է։ Շահույթները, որ գեներացնում են ի հաշիվ սպառողների։ Բենզինի շուկայում գները օր-օրի 10-ից 15 դրամով թանկանում են։ 1-2 շաբաթ առաջ, եթե ռեգուլյար բենզինը 455-ից 465 դրամ էր, հիմա դարձել է 500։ Պրեմիում տեսակինը վաճառվում է 520-ից 530 դրամով։ Մենք տեսել ենք բենզինի շուկայում ամենատարբեր տատանումները։ Գնանքում մի ժամվա մեջ, երբ որ շուկայում փոփոխություն չի ունում, ես տեսել ենք, որ պետական կառույցը արձագանքում է տնտեսվարողների վերլուծությունների մակարդակով։ Հեղուկ գազի շուկայում ավելի շատ են անբարեխիղճ տնտեսվարողները։ Շատերն օգտվելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակից, Մերձավոր Արևելքում դեռ չկարգավորված գործընթացներից մտքի ծայրով անցած գինը, որ սահմանել են ներկրված ապրանքի համար։ Նախ հեղուկ վառելիքի 1 լիտրը թանկացավ հասնելով 200 դրամի, հետո տնտեսվարողները շեշտակի փոխեցին վաճառվող հեղուկի արժեքի թվերը, հասցնելով մինչև 250 դրամի։ Քաթարը ամենամեծ արտադրողներից մեկն է հեղուկ գազի, դրա համար դա միջազգային գիներին հարվածել է։ Բայց մեր դեպքում Ռուսաստանից է ներմուծումը ու շուկան սեգմենտավորված է, այսինքն կարող է Ռուսաստանի շուկան այդքան սերտ փոխկապվածություն չունենալ միջազգային շուկային։ Դրա համար գուցե նաև ասենք լոգիստիկ խնդիրները, օրինակ լարսով անցումով պայմանավորված։ Ադրբեջանական ներկրվող բենզինով հայ հանրությանը ոգևորողների հատկապես պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում փորձագետները, տնտեսագետները։ Կա Get 1 պետական կառույց, որ խորը ուսումնասիրություն կիրականացնի վառելիքի շուկայում հասկանալու համար, որքանով են հիմնավոր կայծակնային արագությամբ գնագոյացումները։ Ունենք էկոնոմիկայի նախարարություն, ով համապատասխան աշխատանքը պետք է կատարի։ Ինչի եմ ասում էկոնոմիկայի նախարարություն, որովհետև այնտեղ որտեղ գերիշխող դիրք ունեցող չկա, մեծ շուկա է։ Գները կարգավորող ուղիղ կարգավորող սանկցիա իրականացնող մարմինը մասնավորապես բարոնի շահերի պաշտպանությամբ անելիք չունի, բայց էկոնոմիկայի նախարարությունը պետք է գործան շատ արագ բիզնեսին պետք է ուղղորդի, որտեղ կարող են բերել այլընտրանքային վառելիքը։ Հետաքրքրականն այն է, որ համաշխարհային շուկայում տեղի ունեցող գնային վայրիվերումների հայաստանյան շուկան adekvat չի արձագանքում։ Երբ օրինակ հեղուկ վառելիքի շուկայում գնագոյացում է, հայաստանյան շուկան արագ արձագանքում է դրան, ապրանքների գների իջեցման դեպքում ժլատ են։ Վառելիքը հարկավորա չկա։ Ճգնաժամային կառավարում չունենք, պետությունը ձեռքերից վառել նստել է։ Իսկ այնտեղ որտեղ պետք է ճգնաժամային կառավարում եւ այդ կառավարումը բացակայում է, չի կարող բացասական ազդեցություն եւ հետևանք չունեն։ Հեղուկ գազի շուկայում գների թանկացման համար պետական մարմինները նույն խոսույթն են կիրառում։ Շուկան մրցակցային է։ 100-ից ավելի ներկրողներ կան, գերիշխող դիրք գոյություն չունի։ Գնագոյացումը այս օրերին ոչ միայն պայմանավորված է վերին լարսում առաջացած խնդիրներով, այլ նաև Մերձավոր Արևելքի անորոշ զարգացումներով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից էլ տեղեկացրին, բենզինի գների բարձրացումը տնտեսվարողները պայմանավորվել են բորսայական գներով, ապրանքի ձեռքբերման գինն է ավելացել։ Հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, խախտումների դեպքում վարույթ կհարուցվի։
Արդյոք Երևանին անհրաժեշտ է նոր 290 միլիոն դոլար արժողությամբ մետրոյի կայարան։ Երևանի մետրոյի 11-րդ աչափնյա կայարանի կառուցման արժեքը շարունակում է աճել։ Վերջին գնահատականի համաձայն ներդրումային ծրագիրը կազմում է 107.3 միլիարդ դրամ կամ մոտավորապես 290 միլիոն դոլար։ Նախագծի տնտեսական եկամտաբերությունը գնահատվում է 15.3%։ 2022-ի գարնանը Երևանի քաղաքապետարանը կայարանի արժեքը գնահատել էր մոտավորապես 50 միլիոն դոլար եւ կա ենթադրություն, որ 290 միլիոնը դեռ վերջնական թիվ չէ։ Կամուրջների կամուրջաշինարարության մեջ օրինակ Չինաստանը շատ մեծ փորձ ունի ու բազմաթիվ նույնիսկ տիպարային կամուրջներ կան նախահաշվային արժեքով։ Աչափնյակի համար նախատեսվում է օգտագործել խորհրդային տարիներին կառուցված ավելի քան 1 կիլոմետր երկարությամբ թունելներ, այսինքն կառուցվելու է զուտ 1 կայարանային համալիր եւ կամուրջ Հրազդանի ձորում։ Մետրոն իհարկե շատ հեռանկարային ենթակառուցվածք է, սակայն պետք է հասկանալ, թե որքանով է դրա ծախսը պատճառաբանված ներկա իրողություններում եւ ընդհանրապես արդյոք այդ ծախսը ճիշտ է հաշվարկված։ Շատ ավելի էժան ու շատ ավելի արագ ռեալիզացվող մենք բոլորս արդեն լսել ենք ինչքան արագ են կառուցում չինացին դա։ Համատության արդյունքում կարող է պարզվել, որ մեր մոտ շատ բաներ, օրինակ, շատ ավելի խիստական իրանց մոտ ու կարիք կլիներ օրինակ պարզաբանել, ասենք ոնց որ հետազոտել ուսումնասիրել ինչի է մեր մոտ ավելի դժվար, բարդ, ինչա ընթացակարգերը ավելի դժվար։ Ենթադրվում է, որ աչափնյակի բացումը կարող է ուղևորների թիվը մեծացնել մոտավորապես 25%-ով, ինչը կհանգեցնի օրական մոտ 12,000-ից 20,000 լրացուցիչ ուղևորությունների։ Մյուս կողմից օրինակ կինոհայրենիքի կամ կրկեսի համար էլ քաղաքապետարանին հարակից խաչմերուկներում էստակադաների կառուցումը շատ ավելի էական ազդեցություն կարող է ունենալ մայրաքաղաքի երթևեկության թեթևացման հարցում։ Փողոցների լայնացման հարցը, զուգահեռ փողոցներ, էստակադաներ կառուցել, մենք կարող ենք դա քարտեզագրենք, ռեալիզատներ դնենք եւ ամեն պրոյեկտը, որ մենք մտածում ենք անենք, պետքա հաշվի առնվի նաեւ միջազգային փորձը։ Թբիլիսիում 2017-ին բացված պետական համալսարանի նոր կայարանը օրինակ արժեցել է մոտ 34 միլիոն դոլար։ Այս ֆոնին խիստ անարդյունավետ ծախս է թվում մոտ 1.5 կիլոմետր երկարությամբ եւ 290 միլիոն դոլար արժողությամբ աչափնյակ կայարանը։ Կա կարծիք, որ օրինակ այլընտրանքային տրանսպորտային համակարգում այդ գումարի ներդրումը կարող է շատ ավելի էֆեկտիվ լինել քաղաքի երթևեկության համար։ Տրամվայների գծերի ցանցի ստեղծումը բոլոր ծայրամասերից դեպի կենտրոն։ Մի գծով կան նոր-նորքից Թերացիով իշնի, Զեյթունից կա, Բարեկամությունով իշնի, Աչափնյակից դեպի Ծառնակաբերդի խճուղիով գնա դեպի կենտրոն, նույն ձևի Մալացիայից Իսակով կա, կառուցումը ավելի մատչելի կլինի, կարելի է այդ գծի կառուցման մասին մտածել։ Նորից վերադառնալով Թբիլիսիին վրացիները մրցույթ են հայտարարել 7.5 կիլոմետրանոց նոր տրամվայի գծի համար, կիլոմետրը 22 միլիոն դոլարով։ Աչափնյակի կայարանի բյուջեով կարելի է 13 կիլոմետր նմանատիպ տրամվայի ենթակառուցվածք կառուցել։ Աթենքը ինքն էլ է դա արդարացրել, բայց ի տարբերություն մեզ գծերը չհանեցին արմատուրա չտեսարկեցին։ Հետո իրենք հասկացան, որ սխալ որոշում են կայացրել, նորից վերականգնեցին տրամվայները։ Խնդիրն այն է, որ ձգձգվող նախագծերը թանկանալու սովորություն ունեն, այսինքն եթե այս նախագիծը սկսվի եւ երկարի, 1 տարի անց կարող է պարզվել, որ նախնական հաշվարկից 20-ից 30%-ով թանկացել է։ Մի կողմից կշարունակեն գումար ծախսել դրա վրա, մյուս կողմից կապսոսանք դադարեցնել շինարարությունը, եթե նույնիսկ պարզվի, որ դա այլևս խիստ ոչ շահեկան է։